Պարոն Պետրոսյան, ես ձեր հնչեցրած մտքերից մի հստակեցում եմ ուզում անել։ Ես ճիշտ լսեցի, որ ձեր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է համախառն առումով մոտ 100 միլիարդ դրամի առերևույթ չարաշահումներ կամ շեղում, եւ որից պետությանը վերադարձվել է ընդամենը 900 քանի միլիոն, այսինքն մոտ 1%։ Արձանագրվել է 100 միլիարդ դրամի առերևույթ չարաշահումների փաստ, շեղում, եւ վերադարձվել է ընդամենը 1%-ը։ 99% դեպքերի չարաշահումները ինչպես է հանգուցալուծվել։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Գրիգորյան։ Ես առանձնահատուկ ուզում եմ շեշտել, դուք էլ ձեր խոսքում ասացիք, շեղումներ այդ թվում։ Այսինքն, եթե 100 միլիարդ դրամի ընդհանուր շեղում է արձանագրվել, չի նշանակում, որ 100 միլիարդ դրամի հանցակազմ պարունակող յուրացումներ, փոշիացում կամ խարդախությունը տեղի ունեցել։ Ենթադրաբար կարա 100 միլիարդից լինի 1%-ը, ինչը վերականգնվել է արդեն փաստացի, եւ կարող է լինել իմ ընկալմամբ ասեմ 15%-ը օրինակ, որտեղ մենք 100 միլիարդ դրամը գնահատել ենք ընդհանուր այն միջոցների համախառն հանրագումարում, որոնց մենք առնչվել ենք։ Այսինքն մենք կարող է պետական միջոցներով կառուցապատվող օրինակ ժամանակակից ենթակառուցվածքներով օժտված 4 միլիարդ բյուջե ունեցող դպրոցի կառուցապատում վերահսկենք, 4 միլիարդից 1 միլիոն դրամ պարզապես շեղում լինի, բայց օրինակ 4 միլիարդի առաջնահերթությունը դնենք կասկածի տակ, դառնում է որ 4 միլիարդի խոշոր հաշվով առերևույթ շեղում ունենք, բայց չի նշանակում որ 4 միլիարդը ապօրինի է ծախսվել, վատնվել կամ 4 միլիարդը քրեաիրավական գնահատականի ենթակա է։ 1 միլիարդի մասով, այսինքն դա մոտ 922 միլիոն դրամը, դա այն թիվն է, որ մեր վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ակնհայտորեն փաստարկված, հիմնավորված, այդ թվում նաև կառուցապատող ընկերությունները, կապալառուները, այդ թվում պետական հիմնարկի տնօրեններն ու հաշվապահները վերադարձրել են իրենց գործառույթների հետևանքով հասցված վնասը, պետությանը պատճառած վնասը վերականգնել են, ինչ նաև հետագայում քրեական դաշտում մեղմել է իրենց նկատմամբ իրավապահների վերաբերմունքը, օրենքով սահմանված իհարկե կարգով եւ օրենքի շրջանակներում, իսկ մնացած մասով արդեն մեր քննչական մարմինները շարունակելու են ու շարունակում են աշխատանքը եւ ունենք դեպքեր, երբ միևնույն գործով մենք ունենք վերականգնում օրինակ 15-20 միլիոն դրամ, բայց նույն քրեական վարույթի շրջանակներում քննչական կոմիտեն վերականգնում է եւս 80 միլիոն դրամ։ Այդ հաշվարկը արդեն այս բան մենք չենք կարող բնականաբար վարել, արդեն դա դատախազության եւ քննչական կոմիտեի լիազորությունների շրջանակներում է, բայց խնդրում եմ մեկ անգամ եւս 100 միլիարդ հնչեցված թիվը չֆետիշացնենք, դա խոսքը բոլոր այն միջոցներին է վերաբերում, որին առնչվել է պետական վերահսկողական ծառայությունը եւ անհամապատասխանություններ, շեղումներ, նախանշված ծախսումներից որոշակի ընթացակարգերի խախտումներ են արձանագրվել, բայց գումարային տեսքով դա հանրագումարում հանգել է 100 միլիարդ դրամ